Խոսելով ուղու մասին, մենք խոսում ենք հոգևոր զարգացման ուղու մասին իհարկե։ Այնուամենայնիվ, չնայած որ մարդկանց բնորոշ է ցանկացած բաներին անուն տալ, սահմանել ինչ-որ ձևով եւ դրանով իսկ սահմանափակել, մենք այնուամենայնիվ ընկալում ենք, որ ամենակարևորը երկինք տանող ճանապարհն է։ Ամեն քայլափոխին ձգտել դեպի վեր, ամեն քայլափոխին զարգանալ, ամեն քայլափոխին ձգտել ընկալել շատ ավելի խորքային բաներ, ոչ թե նոր, այլ հենց խորքային, եւ յուրաքանչյուր ակնթարթ ավելի ու ավելի մոտ լինել մեր էությանը։ Հասկանալով դա, մենք ընկալում ենք, որ անթիվ են ճանապարհները։ Այնուամենայնիվ, լավագույնս եւ ճիշտ ուղեցույց տալիս են իհարկե հոգևոր ուսմունքները։ Եվ մեր այս դասերի շրջանակներում մենք փորձում ենք փոխանցել բուդդայականության վեհագույն ուղղությունները։ Եւ այդպես այսօր մենք կխոսենք հայտնի 4 հիվանդությունների մասին ուղու վրա, որոնք որ բավականին լուրջ ծուղակ են բոլոր նրանց համար, ովքեր որ ձգտում են արթնացման եւ գնում են հոգեվոր զարգացման ճանապարհով։ Ընդ որում, այս 4 հիվանդությունները բնորոշ են բոլոր ուղիներին, անկախ հոգեվոր կրոնների կամ կոնցեպտների տարբերությունից։ Եվ այդպես, որոնք են այս 4 հիվանդությունները։ Ասեմ, որ չնայած, որ մենք ցիտում ենք հայտնի կատարյալ արթնացման սուտրայից, այնուամենայնիվ մենք կփորձենք մեր ուրույն բացատրությունը տալ, որը որ ավելի հեշտ, ավելի դյուրին է արևմտյան մարդկանց համար։ Եվ այդպես առաջին հիվանդությունը դա արարքների հիվանդություն է։ Եվ ինչի մասին է խոսքը։ Ասելով արարքների հիվանդություն, մենք հասկանում ենք, որ շատ հաճախ մարդկանց թվում է, որ տարաբնույթ արարքներով նրանք հենց կարողանում են զարգանալ, որ այս կամ այն բանը անընդհատ անելով է, որ մարդ գնում է հոգևոր զարգացման ճանապարհով։ Եվ սակայն մենք ասում ենք, որ արարքներով չէ, որ մենք կհասնենք արթնացման։ Մարդկանց համար ավելի պարզ դարձնելու սա կարող ենք օրինակ բերել, որ ուսմունքն էլ որ վերցնում ենք, որ կրոնն էլ որ վերցնում ենք, մենք երբեմն տեսնում ենք գերջանալը արարքների առումով։ Դա կարող են լինել անդադար ուխտագնացություններ, դա կարող են լինել անթիվ մոմեր ու ավելի հաստ մոմեր, քան մյուսներն են դնում եւ այդպես շարունակ։ Ու այդպես արարքներով մենք ոչ թե զարգանում ենք, այլ իրականում շեղվում ենք ճանապարհից։ Սա առաջին հիվանդությունն է։ Երկրորդ հիվանդությունը այդպես կոչված թողտվության հիվանդությունն է։ Եվ նորից մենք կարող ենք տարբեր ձևերով բացատրել թողտվության հիվանդությունը, այնուամենայնիվ մեզանում ամենաշատ տարածվածը դա, երբ որ մենք ընկալում ենք, որ ընդհանուր առմամբ ճիշտ դնելով մեր վեկտորը, մենք այլևս կարող ենք բաց թողնել մեզ եւ շատ ջանք չգործածել։ Մենք փոփում ենք մեզ մտքով, որ ընդհանուր առմամբ չէ, որ մենք փորձում ենք ավելի խորը բաներ դիտարկել, չէ, որ ավելի վեհ բաներով ենք փորձում առաջնորդվել, բայց իրականում թողտվությամբ տոգորված մենք այլևս չենք զարգանում իսպառ։ Երրորդ հիվանդությունը դա այդպես ասած դադարեցման հիվանդություն է։ Հիմնականում դա լինում է, երբ որ մարդ հասկանում է, որ ուղին շատ ծանր է, որովհետև սկզբից մարդկանց կարող է թվալ, որ ուղին շատ հեշտ է, բայց իրականում չկա ոչ մի այլ ավելի ծանր բան, քան հոգևոր զարգացման ուղի։ Եվ այդ ջանքերը տեսնելով ու դժվարությունները տեսնելով երբեմն մենք սկսում ենք կանգնեցնել մեզ։ Երբեմն հուսահատվում ենք կամ հուսահատությունից ենք կանգնեցնում մեզ, երբեմն էլ մտածում ենք այսքան ենք կարող եւ բավարար է, սակայն երբեք ոչ մի բան բավարար չէ հոգևոր զարգացման ճանապարհին։ Եվ չորրորդ հիվանդությունը ոչնչացման հիվանդությունն է։ Սա կտրուկ քայլերի հիվանդությունն է, երբ որ մարդկանց թվում է, որ ամբողջը ջախջախելով է, որ մարդ կհասնի արթնացման։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող եւ ոչ մի բան ավերել այն պարագայում, եթե դա գեթ մեկ ակնթարթ վնասում է կարիքցանքին։
եւ դրա համար դա դառնում է ծանրագույն հիվանդություններից մեկը։ Եվ այդպես մենք ներկայացրեցինք 4 հիմնարար հիվանդությունները կամ ծուղակները, ու իհարկե կարելի է շատ ու շատ ավելի խոր բաներ բացատրել այս հիվանդությունների շուրջ։ Մեր նպատակը սակայն բոլորին զգուշացնել, որ հոգևոր զարգացման ճանապարհով գնալիս շատ ու շատ դժվարությունների մենք իհարկե հանդիպում ենք, ու մենք պետք է կարողանանք ճիշտ ճանապարհով գնալ։ Եվ ո՞րն է դրա գրավականը։ Նորից եւ նորից հոգևոր ուսուցիչը։ Իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, եւ եթե մենք որևէ բան չենք հասկանում, ապա պատճառը միայն մեր մեջ է։